Հարմար նստիր, թեյ վերցրու, քեզ հետ Գոհարն ու Անին են։ Մենք չենք բուժելու, ուղղակի խոսելու ենք հոգեբանության մասին պարզ ու հասկանալի։ Նենց ոնց կխոսեիր ընկերներիդ հետ, բայց կլինի գիտահեն։ Սա ոնց ես պոդքասթն է հոգեկան առողջության մասին, որտեղ դու ընդունված ես նենց ոնց կաս։ Բարև ձեզ, ձեզ հետ Անինա Եվ Գոհարը։ Եվ դուք նայում եք ոնց եսի երկրորդ եթերաշրջանը։ Եվ այսօրվա մեր թեման կենդանիներն են։ Կենդանիները մեր կյանքում ահավոր շատ մեծ դեր ունեն ու ով որ սիրում է կենդանիների հաստատ մեզ կհասկանա ու դրա համար կարևորել ենք այս էպիզոդը ու երկրորդ եթերաշրջանը սկսում ենք հենց իրենց մասին խոսելով։ Մենք կենդանիներ շատ ենք սիրում, բայց այսօր խոսելու ենք շունիկներից ու փիսիկներից ու ես առիթից կօգտվեմ եւ կասեմ, որ ես ունեմ մի հատ փիսիկ ով 8 համարյա 9 տարեկան է ու մի հատ շունիկ ով շուտով կլինի 5 տարեկան իմ փիսիկը բրիտանական կարճահեր փիսիկ է նա արդեն կին է մեծ տարիքով իսկ իմ շունիկը բիգլ ցեղատեսակի շուն է ով ում ես շատ սիրում եմ եւ նայո նրան ես շատ սիրում եմ այդքանը կասեմ իմ կենտանիների մասին ես էլ ունեմ մի կատու սֆինքս ցեղատեսակի շուտով կլինի 7 տարեկան մի կատու որ դրսից ենք վերցրել ու ինչ-որ շատ երկար պոչ ունի ինքը մի տարեկան տենց մոտավորապես եւ ունենք լաբրադոր ցեղատեսակի շունիկ որը կլինի 2 տարեկան ստացվում է շունիկն էլ աղջիկ մի կատուն աղջիկ է մեկը տղա եւ երևի եւս մեկ անգամ առիթից օգտվեմ ու ասեմ որ Անի եւ իմ շունիկները գրեթե ընկերուհիներ են ծանոթացել են շփվում են մեկ-մեկ զանգվում են շատ լավ անցել առաջին հանդիպումը շատ վախենալու էր չնայած մենք շատ սպասում էինք որ Անի շունը բավականին էներգիայով լի շունիկ է իմ շունիկն էլ պիտի որ տենց լիներ բայց տենց չի շատ հանգիստ է իմ նման անջատված ու մենք սպասում էինք որ իմ շունը չի դիմանա Անի շան էներգիային բայց դիմացավ ու իրանք ոնց որ երևի ընկերներ են այո ոնց որ էքստրավերտ ու ինտրովերտ ինչ որ տենց բան էր որ էքստրավերտը գտավ ինտրովերտ այո իրանք ընկերացան չնայած որ այդ օրվանից հետո իմ շունը 3 օր անդադար քնել է ոնց դուք հասկացաք մենք շատ ենք սիրում կենդանիներ ու այս թեմայով կարանք անverջ խոսենք բայց նկարելուց առաջ որոշել ենք որ շատ երկար չենք խոսի այս թեմայով, բայց ես նկարները կդնենք, կտեսնեք իմ կիրա շունիկին եւ ռեա փիսիկին եւ Անիի Ֆրեյա կատվին, Կասպեր կատվին եւ Մայլի շանը։ Այո, բայց այսօր մենակ չի լինելու կենդանիների մասին, այլ նաեւ լինելու է բավականին կարեւոր թեմաներ, որոնց մեջ մտնում է երեխաների վերաբերմունքը կենդանիների հանդեպ, կարեւորությունը կենդանու երեխայի կյանքում, ինչպես նաեւ մենք խոսելու ենք բռնությունից, հա, կենդանիների հանդեպ ինչը էլի շատ կարևոր թեմա է եւ հետո մի որոշակի ինֆորմացիա ուղղակի կտրամադրենք շունիկներին, ովքեր որ շատ օգնում են մարդկանց իրանց կյանքում չգիտեմ գիտեք այդ մասին թե չէ, բայց որ մենակ շատ հետաքրքիր կլինի, վերջում էլ հղում կտեղադրենք, որ այդ հղման պանցնեք եւ լավ բաներ նայեք։ Այո։ Առաջինը խոսենք այն մասին, թե ինչքան բան կարա փոխի կենդանին մարդու կյանքում։ Օրինակ, առաջինը սեր, սիրո զգացումը, քո իր հանդեպ, իր սերը քո հանդեպ եւ հաջորդը նաեւ պատասխանատվության զգացումը, պատասխանատվությունը մի էակի համար, ում պետք է ապահովել կոմֆորտով, կյանքի թեկուզ մինիմալ պայմաններով, բայց բոլորս գիտենք, որ միշտ ձգտում ենք ինչ-որ լավագույնը անել եւ նաեւ ապացուցված է, որ օրինակ երբ որ դու քո կենդանուն շոյում ես, քո կորտիզոլի, ստրեսի հորմոնը իջնում է եւ դրանով ոնց որ նաեւ ապացուցված է, որ ռիսկերն են քչանում սրտանոթային հիվանդություններով հիվանդանալու ու նաեւ ինչի՞ չէ կա ասենց բան, որ կարող է ինչ-որ մի համովիկի համար մեր կենդանիները նաև մեզ վաճառեն, այսպես ասած, փոխեն մեզ, չգիտեմ, ինձ թվում է լրիվ իմ մայլի մասին է։ Ինձ էլ է թվում, որ Անի մայլին հաստատ Անին կծախեր այդ համովիկի համար։ Իմն էլ երևի ավելի շատ
ինչ որ մսի կտորի համար ասենք այսքան Հա հիմա լուբոյ բան ինչ կտայր պրոստ նույնիսկ դեղը ինքը շատ մեծ հաճույքով ուտում է իր դեղերը վիտամինները ամեն ինչ Չէ, իմը տենց չի նենցա, որ ես զարմացել եմ, որտեվ մինչև կիրան ես եմ լաբրադոր ունեցել ու ինքն էլ էր տենց ամեն ինչ ուտում էր, ամեն ինչ բայց կիրան տենց չի, մի քիչ ավելի այդ առումով տենց ասենք չեմ, պանիր չի ուտի, որ սեղանից գողանա ուտի կամ նես չի տալիս եմ, բայց չի գողանա ուտի, որ հետաքրություն բան տես բանի հանդեպ չի, մրգեր բանջարեղեն, բայց ուտում է որ սեզոնը գալիս է թանկ խնձորների, կարմիր սենց ինքը է դա ուտում, ասենք, թանկը անպայման ուտում է էդի։ Մայլին ինչ ասում տենց առանձնած, ինչը որ չի սիրում նույնիսկ, օրինակ մոշ չի սիրում տենց, բայց ծամծմում թափում է, տիպը դե տվել եք ոնց կլինի, ես չուտեմ նրա, բայց կուլ չի տալիս, կամ կարող հետո հետ տա տենց չորս գետնին թափի, բայց խնձոր շատ ասում, խնձոր վարունգ, գազար, դդում, բանը մարոլա շատ սիրում ու մերանք միշտ ծաղրում են, որ ես բուսակեր շունը տենց մարոլա ուտում խոտակերներով, բայց նա ամեն սիրում ուտում է, հեշտ է, բայց չենք տալիս իհարկե։ Մենք էլ, բայց այն օրը իմ կերան իմ ձեռքից պիցա պրոստը գողաց եկեր է, ես չէի սպասում, ես պրոստը թեքվեցի, ու իմ ամենասիրած մասն էր տենց, լավ, ինչև է, անցնենք առաջ, անցնենք երեխաների և կենդանիների շփմանը, շատ կարևոր է, որ երեխաները առհասարակ մեծանան կենդանու հետ, կարևոր է երեխայի համ հոգեկան առողջության համար, համ ֆիզիկական առողջության համար, քանի որ երբ երեխան կենդանու հետ է մեծանում, կլինի շուն, կատու, կապ չունի, դե իհարկե անխոս շատ կարևոր է, որ կենդանին անցնի բոլոր պատվաստումները, ճիճվաթափ արվի եւ այլն, բայց դրանից բացի ամրանում է իմունային համակարգը ու բացի դրանից ոնց որ բավականին մեծ քանակի տարբեր տեսակի հոգեբանական process-ներ կան, որ կատարվում են ու շատ կարևոր են մեր կյանքի համար, օրինակ առաջինը դա էմպաթիան է, հա, երեխան սկսում է հասկանալ, որ կա ուրիշ մեկը, ով ոնց որ ինքն էլ կա էմոցիաներ ունի, իր հետ խաղում է, սկսում է պատասխանատվության զգացում ձևավորել, ընկեր է ունենում, ում հետ ինքը կարա խաղա, ում հետ կարա միասին զարգանան, տարբեր խաղեր խաղան, այսինքն սովորում է, որ պետք չի վնասել, սովորում է, որ դե բնականաբար ոնց որ վնասելու է երեխան, երբ որ շատ փոքր է այդ կենդանուն, զուտ հետաքրքրությունից ելնելով, ուստեղ շատ կարևոր է, որ մենք միջամտենք ու սովորացնենք, որ մենք սենց ենք սիրում, սենց չենք սիրում ու ոնց որ երեխայի մոտ ձևավորվում է արդեն ոնց որ շատ կարևոր կարողություններ հետագայում, որը փոխանցվում արդեն մարդկանց հետ շփման մեջ, դու կարևորում ես դիմացինի էմոցիաները ու մնացած ամեն ինչը ու նաև ես էլ ստեղ հումոր ունեմ, որ երբ որ ձեր երեխան դառնում օրինակ 6 ամսական ու սկսում է արդեն հավելյալ սնունդ օգտագործել, ձեր կենդանին կարա շատ լավ փոշեկուլ հանդիսանա այդ իրավիճակում, որտեղ իրանք տենց են։ Բոնուսային համակարգ է ստեղծում կենդանու համար։ Ինչ-որ բաներ կա։ Երջանիկա որ 6 ամսական երեխա կա ու ինչ որ իդեալական մաքուր տուն է միշտ լինում, շան շնորհիվ սնունդ չի մնում բացարձակ։ Նաև իլրումն սովորում է, որ դիմացինը ունի իր սահմանները, ոնց Գոհար նշեց, օրինակ, երբ որ ծնողը կամ հարազատը երեխային ասում է, որ օրինակ այսպես ենք սիրում, կամ օրինակ շանը կամ կատվին կամ ինչ կենդանի որ պահում եք, նշում եք, որ օրինակ տես, եթե ինքը սենց է իրան պահում, ուրեմն իրան հաճելի չի, կամ ուրեմն չի ուզում խաղա դրա համար, օրինակ կատուն փախել գնացել պահկվել այն ինչ-որ տեղ, ուրեմն չի ուզում խաղա, հետևից մի վազի, երբ որ ուզի գա խաղա, ինքը կգա ինչ-որ կոմոդ, ինչ-որ մի բան կգցի, թաթիկով այսպես քեզ կհուշի, նաև սովորում է այդ նույն ուտելիքով կիսվելը արդեն մի քիչ ավելի մեծ տարիքում ու շատ կան նաև վիդեոներ հիմա ինտերնետում, որ երբ որ երեխան նոր է սովորում չոչանել, շանը տեսնելով ավելի ակտիվ է սկսում եւ չոչանել եւ սկսել քայլել արդեն ու շատ կան ավելի հումորային վիդեոներ, երբ որ երեխան դեռ շատ չի խոսում, ծնողները ինչ որ բառեր են սորացնում,
շունն է սկսվում ասում մամա կամ չտենց բանը շունն է սկսում են ձայները մինչև երեխան սերը մեկ էլ որ գնդակ են խաղում կամ ինչ-որ բան երեխան բերանով է բերում է խաղալիքը կամ գնդակը տելևիզիոներ են կան շատ ոնց որ կրկնօրինակում է այդ պահվածքը իր մտերիմ ընկերոջ ու մեկ է կամ ընտանիք շատ եմ իրանց սիրում մի քանի երեխա ունեն տենց տարբեր տարիքի դոգեր են պահում են մեծ կենդանից այդ երեխան սովորել է երեկոյան գնում է կենդանների տեղերը տենց դասավորում է վերմակները ծածկոցները բերում է ինչ խաղալիքները ամեն մեկինը դնում է այնտեղ ու հետո ինքը գալիս հետները պառկում է տենց քնում են մի խոսքով հոգատարություն սեր երջանկություն փոխհարաբերություններ են ինչ որ նոր ֆորմատի նոր մակարդակ հրաշալի բան է մի խոսքով խորհուրդ ենք տալիս շուն կատու հա ես օրինակ շան հետ եմ մեծացել որ փոքր էի ունեինք շուն կատու տենց շատ չէ ընդունված չէր դե Հայաստանում կատու բան մենք որ կատու ունեինք փոքր ժամանակ չէ երբ հիմա հա ռեյասեր նոր էի վերցրել այսինքն նվերա ինքը նոր էին ինձ նվիրել մամաս իր ոնց որ բարեկամներին պատմել էր ասել էր որ մենք կատու ունենք իր բարեկամներն էլ ոնց որ արտասահմանում են ապրում բայց շատ վաղուց են գնացել մի խոսքով մի քիչ ավելի մեր այն ժամանակվա մտածելակերպի մարդիկ են ու ոնց որ հարցել են մամայիս ասել էին ինչ Իրաստանը մուկ կա որ իրենք կատու են պահում մամաս ասել էր չէ ուղղակի սիրում է ոնց որ շատ հետաքրքիր էր բայց հա իրանք հրաշալի Եկ մյուս կենդանիներն էլ կլինի թութակ, խամիչոկ կամ յուրաքանչյուր բան ինչ որ սիրում եք, ոնց որ խամեկել եմ պահե, կրիալ եմ պահե, ոզնի եմ պահե, նապաստակ, ինչ ասես։ Հա, բադիկներն էլ եմ շատ սիրում։ Շատ լավն են։ Այո։ Անցում կատարենք կենդանիների հանդեպ բռնությանը, ասենց շատ ուրախ թեմայից, շատ դժվար թեմայի, որովհետև օրինակ ես վստահ եմ Իմոանի համար ու ինձ թվում է ձեր շատ մեծ մասի համար այդ շատ զգալի թեմա է, զգայուն թեմա է, որովհետև օրինակ ես միշտ ասում եմ իմ էջում էլ գրված է, որ ես չեմ աշխատի մարդկանց հետ, ովքեր կենդանիների հանդեպ բռնություն են ցուցաբերում, որովհետև ես ուղղակի չեմ կարող ընկալել այդ թե ոնց կարելի է ոնց որ ինչ պիտի լինի էլի հա ինչ որ բաներ կա որ չես կարող հասկանալ կամ բացատրել կամ ինչ որ բացատրություն գտնել հասկանալ նույնիսկ եթե գտնես միևնույնն է չես կարող ընկալել ոնց կարելի է այդպես վարվել ու դրա հետ կապված ինչ ենք ուզում ասենք երևի էլի ծնողներին է մի քիչ վերաբերվում այս ամեն ինչը որ ոնց սովորացնես քո երեխային փոքր տարիքից բռնություն չենթարկի կենդանիների հանդեպ, որովհետև ոնց քիչ առաջ ասեցի, որ երեխան փոքր ժամանակ հետաքրքրությունից ելնելով բնականաբար ինչ որ քաշելու է շանը կամ ինչ որ թեկուզ խփելու է եւ այլն, այստեղ շատ կարեւոր է որ ոնց որ որպես ծնող ներկա լինես ու կարողանաս ասես որ գիտես մենք տենց չենք սիրում շունիկներին կամ փիսիկներին կամ այլ կենդանիներին մենք սենց ենք սիրում ու ցույց տաս ու դա կրի ոնց որ շարունակական բնույթ որ երեխան սովորի որ սենց է սիրելու ձևը ոչ թե սենց որ հետագայում մեծ մասի մոտ այդ ոնց որ կուղվի կշտկվի ամրապնդվում հակառակ բաղվածքը էլի Բայց եթե դու որպես ծնող ասում ես լավ դե մի հատ է թող խփի կամ լավ դե ինչ ա եղել որ բան ոնց որ ուշադրություն չես դարձնում մեծ հավանականությամբ այդ հետագայում խնդիրների է բերելու տիպը կմեծանա կանցնի բայց հենց չի հաստ հա մեծանա անցնիով չի որտեվ տենց է կարելի բայց քանել են դեպքը չի որ մեծանա կանցնի հա որովհետեւ նույնիսկ եթե ինքը չշարունակի կենդանիի հանդեպ բռնություն կարող է ուղղակի այդ պահվածքը ուրիշ տեղ սկսի լինել միանշանակ որտեվ դու որպես ծնող եթե թույլ ես տալի երեխային իրանից թույլի հանդեպ յուրաքանչյուր տեսակի բռնություն կիրառելը ու ոնց որ ձեն չես հանում ինքը ամրապնդվում է որ ուրեմն էսի կարելի է ու ինքը այդ անում է ու հետագայում արդեն տանում է այդ ամեն ինչը իր մեծ տարիքի կյանք եւ եթե կենդանիների ոնց որ կենդանի հանդեպ բռնություն է կիրառում հետագայում արդեն ուրիշ մարդկանց հանդեպ է բռնություն կիրառում ու ոնց որ այդ իր արժե համակարգում բավականին մեծ տեղ ունի որպես ինչ որ դե նորմալ է տենց ինչ որ կնոջը ամուսնում կարա բռնության ենթարկի երեխաներին անխոզ այդ
ոնց որ Փոխանցվում է։ միանշանակ փոխանցվելու ու այդ ոնց որ լավ բան չի։ Պետք է կանխել այդ վարքը մանկուց, շատ մանկուց։ Օրինակ էլ չծառայել, որովհետև կան դեպքեր, երբ որ երեխան հենց ծնողի պահվածքից է վերցնում դա, այսինքն արդեն ինչ որ մոդել կա պահվածքի ու հասկանում ես, որ այդտեղ երեխան ինչ որ բան ասես շատ էական բան չի փոխվի, որովհետև ծնողն, չգիտեմ, քար է շպրտում կենթանու վրա դրսում ու երեխան կրկնօրինակում է, այդտեղ արդեն պետքա ծնողի հետ խոսել։ Չգիտեմ, բավականին բարդ, դժվար, ինչ որ որտեղ գործ ունենք հա ուրիշ մարդկանց հետ ու միշտ չի որ կարող ես նույնիսկ երևի ցանկալի չի իրականում դու փորձես կառավարել ուրիշներին կամ ուրիշների պահվածքը, բայց դեպքեր կան, որ ինչ որ այլ տարբերակ չի լինում, այդ պորտկումը քո ցավը փորձում ես ինչ որ ձեով կանխել էլի այդ վերաբերմունքը ու արդեն չգիտեմ։ Հավելեմ, որ եթե նկատում եք ձեր երեխայի մոտ սիստեմատիկ վնաս պատճառելու նշաններ, այդ արդեն մի քիչ ավելի մեծ տարիքում, հա, կլինի ասենք 4, 5, ու ավելի մեծը, ավելի լուրջ արդեն, բայց հա նկատում եք այդ նշանները, էմպաթիայի զգալի նվազում կամ բացակայություն եք նկատում, հետաքրքրություն եք նկատում բռնության հանդեպ, ինչպես նաև նկատում եք, որ ինքը ուրախանում է, երբ որ բռնություն է ենթարկում ուրիշների հանդեպ, ուրիշ կենդանիների հանդեպ, ինչպես նաև ուրիշների, բայց կենդանիներից ենք այսօր խոսում։ Ու եթե մինչև դա չեք միջամտել, այդ հաստատ նշանա, որ արժի միջամտել ու ուղղել այդ վարքը, որովհետև այդ ինչպես մի քիչ առաջ ասացինք, շատ լուրջ խնդիրների է հետագայում բերելու իր հասուն կյանքում ու պլյուս էս ամեն ինչի ես կուզեմ նաև նշեմ, որ օրինակ սերիական մարդասպանների զգալի մասը, բավականին մեծ տոկոսը մանկության տարիքում կենդանիների հանդեպ բռնություն են կիրառել։ Ինձ թվում է շատ կարևոր կետա, որ կարելի է հաշվի առնել, որ ինչքան վատ է ու պրոստը մի հատ կատվին խփեց, պրոստը մի հատ շանը խփեցի մասին չի, բայց դաժե եթե մենակ այդ լինի, անուն հունելի պահվածքա յուրաքանչյուրի կողմից կլինի երեխա, թե կլինի առավել եւս արդեն մեծահասակ գիտակից մարդ, ով արդեն շատ զարգացած կոգնիտիվ կարողություններ ունի կանխելու այդ ամեն ինչը կամ գոնե ինչ որ խնդիրների դեպքում այլ ձևով լուծելու, բայց նախընտրում են կոնկրետ քարով խփել ու մնացածը հələ չասենք։ Բայց երբ որ կոնկրետ ընտրում են հենց բռնություն կիրառել, կոնկրետ բաներ են անում, տանջելը, այդ չգիտեմ, լավ, եկեք շատ չխորանանք, մի խոսքով լավ չի։ Այդ վարքը շատ վատ է։ Դե ինչ անցում կատարենք ավելի հաճելի ու հետաքրքիր թեմայի կապված էլի կենդանիների հետ, բայց հիմա ավելի շատ շների մասին, քան կատուների կամ այլ տնային կենդանիների։ Մենք խոսելու ենք շների մասին, ովքեր կարողանում են գուշակել չեն գուշակում, զգում են հիվանդությունները, քո առողջական խնդիրները, թե հոգեկան առողջության ոլորտի, թե ֆիզիկական առողջության ոլորտի, եւ նաեւ մի քիչ անին մեզ հիմա կպատմի այն կենդանիների մասին, ովքեր որ օգնում են մարդկանց, ովքեր ունեն ֆիզիկական որոշակի խնդիրներ։ Հա, պավադիր են իրանց ասում, երևի ուղեկցող հայեր են, կան, մենք հղումը կթողնենք, BBC-ն շատ լավ ֆիլմ ունի շների հենց այդ կարողությունների մասին նկարած, կան շներ, որ հատուկ հիմնական լաբրադորներն են, որովհետև լաբրադորները բավականին շփվող են, մարդասեր են, երեխաների հետ են ու շատ համբերատար են ու դրա հաշվին ոնց որ իրանց մոտ կարողանում է զարգանալ կարողանում են զարգացնել այդ ուղեկցողի հմտությունները ու օրինակ Բրիտանիայում կա հենց տենց լաբորատորիա չասեմ կենտրոն, որտեղ հենց շունիկներին տենց բաներով սերունդներով բազմացնում են ու ընտրում են օրինակ այնտեղ, չգիտեմ, թաթը դնելու փուլից սկսած մինչև ինչ որ բաներ կատարելու ունակություններ արդեն հասկանում ես շունը ավելի շատ պավադիր կարա լինի, թե ավելի տնային գործերում ինչ որ այդտենց ֆիզիկական խնդիրներով սահմանափակումներ մարդկանց օգնի, թե օրինակ կարա շատ լավ ինչ որ հովաշուն լինի եւ այլն եւ այլն։ Պավադիրներին հատուկ հենց սովորեցնում են այդ բաները
գործողությունները անել, որպեսզի ինքը կարողանա ոնց որ ստացվում է ինքը այդ մարդու փոխարեն պետքա տեսնի, լուսացույցը տարբերի, չգիտեմ, ճանապարհը իմանա, երբ պիտի կանգնի, երբ չէ, մայթը, մի խոսքով չգիտեմ ոնց են իրանք անում այս ամեն ինչը, ոնց են սովորում, բայց ու այդ կապել ունի, այսինքն ինչքան խելացի ա եղել իր մաման, տատը եւ այլն, շան այդքան այդ ճուտիկներն էլ նոր ավելի ոնց որ արդեն սովորած ոնց որ ծնվեն էլի, այս շատ կապ ունի եւ կա օրինակ դեպք կա որ շունը իր տիրոջ մոտ գտել էր հոտից ինչ որ բաներ զգացել ու տխուր միշտ նստում էր ու տիրոն չգիտեր խնդիրը ինչն է բան հետո գնաց ստուգվեց պարզվեց քաղցկեղ ունի ու մինչև որ քաղցկեղը չբուժեց իր շունը ուրախ չէր պոչիկով խաղացնում ու հետո այդ կինը պատմում էր որ երբ որ գնում է պրոֆիլակտիկ ստուգման մոտենում է շանը երբ որ շունը հոտոտում է իրան ու պոչիկով խաղացնում ուրեմն ամեն ինչ նորմալ է ու այդ էլ արդեն ապացուցված է որ շները կարողանում են գտնել նախաքաղցկեղային այդ ինչ որ փուլի հոտով մեզից կարողանում են գտնել դա երբ որ ոչ մի տեխնիկայով դա չես կարող ախտորոշել բայց շները ունեն ինչ որ լիքը կարողություններ որ իրանք չգիտեն որ ունեն մենք էլ չգիտենք ու դրա համար շուտ քիչ բացահայտվում է այդ ֆիլմը անպայման խորհուրդ եմ տալիս կնայեք թե ինչքան ու նույնիսկ պարտադիր չի ինքը ինչ որ հատուկ ցեղատեսակի լինի որ ունենա ինչ որ կարողություններ կամ զբաղվելու վրա էլի նաև կապ ունի որ զբաղվում ես քոշան հետ դու ես զգում այդ անգլերեն շատ լավ բառը bonding ասված է այդ կապը որ տարիների ընթացքում ամրանում է շուննելա քո հետ արդեն իրար հասկանում եք քեզ բառից որ արդեն կոմունիկացիայի ձևեր եք մշակում իրար հետ որ օրինակ հաչելու որ ձևը ինչա նշանակում չգիտեմ փնչալ թնչալը ինչն է զուգարան ազում թե խաղալ ազում թե հոգնել է ոնց որ իրանք մեզ են սովորացնում մենք իրանց ինչ որ փոխշահավետ ինչ որ համակարգ է ստեղծվել ու իրոք այնքան հաճելի է չգիտեմ որ տուն ես գնում տենց հոգնել ես արդեն ոնց ես դուռը բացում ես ու սենց շունդ ուրախ է Չնայած իմ հետ տենց չի լինում, որտեղ իմ շունը մենակով տունը չի լինում երբեք։ Հա, իմ շունը մի քիչ տենց պրոբլեմատիկ է ու բայց հաստատ կարոտում ա քեզ։ Հա, հաստատ է կարոտում։ Դաժե որ մտնում ես չեմ ցայվում ես դուս ես գալի ինքդ ուրախ։ Պրիվետ, ես քեզ կարոտել էի։ Այո։ Ամեն ինչին ուրախ։ Ու դա էլ է շատ բան, մոտիվացիա է տալիս օրինակ վերցնել իրանցից։ Ուրախանել։ Օրինակ իմ շունը սովորել է, որ երբ որ իրիկունները, ոնց որ մենք գիտենք, որ տենց է, իրիկունները որ սովածանում է, գիտենք, որ միշտ սովածանում է, չնայած որ մենք նախընտրում էինք իրան չկերակրեինք երեկոյան, քանի որ բժիշկ ասել էր ոչ միայն առավոտյան, բայց հիմա կիսեցինք արդեն կերը, առավոտ իրիկուն ենք տալի, մի քիչ, մի խոսքով ինքը իրիկունները արդեն գիտի, որ պիտի ուտի, գնում է սենց ձեռով խփում է այդ իր ամանին բաժամն է եկեք ինձ կերակրեք ու որ դու չվերկանաս կերակրես այդ ամանը ինքը հասցնում է մինչև չգիտեմ ուր դες խփելով չգիտեմ վերջն հա դες ոնց որ ու դու գիտես որ ինքը այդ սովորել է ու ինքը քեզ է սովորացրել ու նույնը իմ կատունը անում է չի մենակ շները ասենք իմ կատուն տան մեջ ինքը մենակ ծորակից է ջուր խմում ու թարմ մաքուր այդ вообще ինձ է որ նապավալ ու ինքը սենց նու գիտեմ ժամերը հիմնական երբ հելնում բայց ասենք որ նայում ասես տան մեջ սենց ինձ հենց հայացքս բռնեց սենց վռումա ու վազելով գնում բան լոգարան որ բացեմ ջուրը խմի ինքը որ գիտենք մենք սովորել ենք իրար խոսում ենք իրար հետ տենց ու այնքան հետաքրքիր է այդ ամեն ինչը իմ կատուն էլ որ օրինակ ամանի կերը ընդդատարկվում է մենք կատուներին էլ լցնում թողնում ենք իրանք տենց իրենց չափով ուտում են ժամով չի հատուկ բայց երբ որ պրծնում է արդեն գիտի ինչը ինձ տեղից կվերկացնի որ ես գնամ իր հետևից ինչ որ իրա գցում չգիտեմ խոհանոցում կամ ինչ որ մութ սենյակում ինքը ինչ որ իրա անպայման գցում որ դա ինչ որ աղմուկ հանի կամ լինում է որ սկզբում ձայն է հանում ես չեմ տարբերում այդ պահին ու ինքը ինչ որ իրա գցում որ ես արդեն տեղից վերկնամ գնամ կերը լցնեմ այն ինչ են տենց անում շատ բաներ շատ լիքը բաներ կամ մյուս կատուն գիտի ասենք այդ երկան քնելու ժամին իրան փակում ենք որ իրար չխանգարեն մեզ չխանգարեն քնել ու իրանք է նորմալ քնեն հենց այդ ժամը արդեն իկոմա գայս է շատ զգալն չէ կենթանիների ժամերի հանդեպ են արդեն անգիր են անում հենց տեսնում է ժամը եկել է իր մոտով եմ անցնում արագ փախնում է որ
չբռնեմ իրան։ Գնում եմ իր հետևից կամ ինչ-որ խաղալիք եմ գնում, բայց շատ հեշտ է խաբվում։ Ինչ-որ խաղալիք եմ շշկացնում, միանգամից գալիս է։ Միամիտ։ Այո։ Որ համժել խելացի, բայց ամեն շատ հեշտ։ Այդ վազելու հետ կապված մի բան է ես պատմեմ, որ մի քանի տարի առաջ երկրաշարժ եղավ, չէ՞, տենց ոնց որ բավականին ուժեղ, ու ես տենց որ զգացի ոնց որ մամաս էլ շուն ունի, Պեկինես է մամայիս շունը, այս շանը սենց վերցրեցի դրեցի թևիս տակ, ու կատվիս եմ մանգալի տանը, ու ինքը դե իրանք շատ զգայուն են տես բանի հանդեպ, չնայած մեր Պեկինեսը մի չէ, չհասկացավ ինչ է կատարվում, ինձ թվում է, խոցա չէ, երևի հասկացավ, ինչև է, բայց կատուս դե զգաց ու սկսեց վազել տնով մեկ, ու այդ ոնց որ երկրաշարժը հələ շարունակվում էր այդ ընթացքում, ես ինձ իր հետևից եմ վազում, որ բռնեմ, ու մտածում եմ, ասում եմ, հեսա կարող է ասենք ավելի խորանա այս ամեն ինչը, փլվի այս շենքը, ես այս կատվիս համար մնամ ստեղ։ Տենց է չկարողացա բռնեմ, բայց լավ էր, վերջացավ։ Երկրաշարժը ու բան չեղավ, ու բայց ես տենց է չբռնեցի իրան։ Մեր կատուն էլ է, որ զգում է, որ ասենք վետի մոտ պիտի, հենց ես հագնվում եմ, ինքը միանգամից պահկվում է, կապ չունի ես ուր եմ գնում, ինքը գիտի, որ ոնց որ վախեցել է աչքը, չնայած վետի հետ շատ լավ է, իրան չեն նեղացրել եւ այլն, վետի վրա նույնիսկ չի ֆշացնում կամ շատ ցածր, այնց ինչ-որ։ Okay, մի խոսքով ու ինքն է տենց տեղա պահկվում, որ նույնիսկ կերը ինչ ձև փորձեմ հանել, դուրս չի գալու, որտեղ ինքը ուսանց նստում է։ Ես գիտեմ դու ինչ ես, ինչի համար ես այդ կերը շխշկացնում, տիպ, չեմ գալու։ Մի խոսքով հա իրանք շատ խելացի են, մեզ լիք բան են սովորացնում, սիրել են սովորացնում, ուրախ լինել, պուճուրիկ, թվացյալ պուճուրիկ բաներից ուրախանալ են սովորացնում, երբ որ դու իրան տեսնում ես, ասենք լինում է մեր տանը, որ ես պրոստը շանս նայեմ, խնդալ ես գալիս արդեն։ Կամ ուրախանում ես, որ ինչով ես տանը կենթանի կա, ինչ որ էակ կա։ Ու երբ որ տունը չի, ոնց որ մենակ լնես։ Մի խոսքով մեր ասած այն էր, որ սիրեք, հարգեք կենթանիներին, որտեղ իրանք դրան արժանի են հաստատ, որտեղ իրանք էլ իրանց կյանքից շատ երևի ձեզ են սիրում ու շները հաստատ կատուներ չգիտեմ։ Բայց հա շատ հրաշալի են ու միշտ լավ վերաբերում, շատ ավելի լավ վերաբերմունք են արժանի, քան ստանում են առհասարակ ինձ թվում է։ Այո։ Ու մի անտեսեք, ինչ որ դեպքեր եթե տեսնում եք, փորձեք պաշտպանել ինչքանով որ կարող եք այդ պահին։ Անտարբեր միանցեք, եթե ինչ որ միշտ նույն ուղով եք գնում, ինչ որ նույն ճանապարհով ինչ որ շուն կա, կատու կա, կեր պահեք ձեզ մոտ, երբեմն գոնե կերակրեք։ Միանշանակ կամ օրինակ եթե գնում եք քաղաքից դուրս, ես միշտ անում եմ տենց։ Հա։ Կեր վերցրեք ուղակի ձեր հետ, եթե դրսում ինչ որ հիմնական դե շունիկներ, փիսիկները ավելի տենց բակերում են լինում, բայց կերակրեք, մի քիչ տենց մի փոքր մի բան, որ իրանց տակ հաստատ իրանց օրը ավելի ուրախ կանցնի։ Այո, կուշտ անպայման։ Այդտենց լավ արտահայտություն կարող ասում կենթանիները որ խոսել չգիտեն, ես կլինեմ իրանց ձայնը։ Շատ հավանել եմ դա։ Իհարկե դժվար է դա անել։ Բայց պետք է։ Արժանի են ոնց Կոհարը ասաց։ Ու նաև եթե, չգիտեմ, օրինակ դուք ունեք խանութ ունեք ու կարաք թույլ տաք ձեզ ինչ որ դրսի կենթանի գա մի քիչ տաքանա գնա, դա էլ շատ ողջունել է, կերաման դրեք, այո։ Մի խոսքով եթե ինչ որ տենց գոնե մինիմալ ինչ որ ներդրում դրսի կենթանիների կյանքի մեջ այդ շատ մեծ իրանց համար ապրելու հնարավորություն է։ Այո։ Ու ձեր համար երջանկություն կլինի հաստատ։ Ահա։ Ես ամեն անգամ բանում եմ, որ համ տխուր եմ շատ լինում, որ տեսում դրսի կենթանին, համ մի տեսակ ես չգիտեմ, Հա, ես եմ տխրում։ Փոխանցելի էմոցիաներ են այդ պահին ինչ եմ զգում, որ չես կարա վերցնես, որտեվ տեղ չունես պրոստը ֆիզիկապես։ Հա, տխուր է։ Ես միշտ մտածում եմ, այ որ հարստան, ես մի հատ մեծ բան եմ սարքելու։ Shelter, հա։ Դարը shelter չէ, պրոստը մեծ ինչ որ տարած կորտեղ։ Կգան կմնան, չտնակներ ուրախ կլինեն, կուշտ կլինեն, տաք կլինեն։ Այո։ Այսքան այսօրվա համար հուսանք ձեզ դուր եկավ այս շատ կարևոր թեման ու մեր համար շատ սիրելի։ Մինչև
Մյուս շաբաթ։ Լայք, բաժանորդագրություն եւ տարածեք, կիսվեք։ Մի բան էլ գրեք։ Պատմեք ձեր կենթանիներից։ Հա, եթե YouTube-ում կա տեղ, որ նկար դնեն։ Ոչ, չգիտեմ։ Եթե նկարի տեղ կա, նկար դրեք, եթե չէ, մեր Instagram-ի էջին ուղարկեք, մենք գնայինք սիրով Այո։ կուրախանանք։ Stay tuned.